Բա գիտեիր մարսելու էիր։ Գժվել ես Սարա, ես ինչ ես անում։ Այդ փողով աղջիկ ես բերում տունդ։ Ես ինչ թատրոններ ես սարքում հալալ։ Անգելինային էլ կանչում ես, որ ինձ ուրիշ աղջկա հետ քո անկողնում բռնեցնի արա։ Կարամ իմանամ ով ես, ու ուզածդ ինչ արա, հե՞։ Լրիվ ես դու գժվի արա, չեմ հասկանում։ Ես ինչ ես անում։ Արա, անում եմ են, ինչ կես հասնում արա, դու սրան ես արժանի։ Ինչ անում արա, դա անգստացեք։ Ես ինչ է ձեր վիճակը։ Հենրի, դու լրիվ քեզ կորցրել ես, չափերը տանցել ես, բանուգործ չունես, հիմա էլ ընկերոջդ հետ ես կռիվանում։ Պապ ջան, կլինի գոնե այս հարաբերություններին չխառնվես։ Չէ, չի լինի։ Դու նես չես անում, որ չխառնվենք։ Քեզ լակոտի պես ես պահում։ Դավայ դու սարի, արագացրու։ Ընկի առաջ։ Ույս չունենաս։ Այս ամեն ինչը սենց չպրծավ արա։ Դու ասում ես Ռուսաստանում ով է կրիշը։ Ես եմ իմ կրիշը։ Լավ էլի։ Մի ծիծաղացրու։ Դու այդքան կաս, որ այդ գործի մեջ քիթդ մտցնես կամ գործի գլուխ կանգնես։ Սրանել երկու պարանի վրա խաղացնես։ Միջալուց ասեմ, շատ թանկաբազար է։ Հենդու, դու ինձ վիրավորում ես։ Ոչինչ, վիրավորում ինչ անենք, ինչ ա եղել որ։ Լսի, իշխանին ես գործի մեջ մի խառնի։ Իշխանը ես գործի հետ ոչ մի կապ չունի։ Իսկ ինչ վերաբերում ա ով ա կռիշս, ում հետ եմ գործի մեջ, ես հանքի գործում ինչի ա մատսխարը, այդ արդեն քո գործը չի։ Ինչ ճիշտ եմ գտնում, էդ էլ անում եմ։ Իմ ձեռքը բռնող չկա։ Դու ով ես, որ քեզ հաշիվ տամ։ Ես լավ թպրոշացել ես, հա։ Ձենդ տակտերից ա գալի։ Ասեմ ով եմ ես։ Մոռացել ես։ Արա մաներ գալի պահը բաց չէր թողնում, որ հետս բարև տայր։ Դուրս ու ներս անեիր հետս։ Մի կտոր հացի նստեիր հետս։ Հիմին հենց փողի հոտը առել ես, քիթը տենց վերև ես տնգել, հա։ Հանքի մացով էլ ախորժակը տենց լեն մի պահի։ Ամեն ինչ շատ սիրուն կար ասենց գլխի վրա շուր գա։ Մենք իրար հետ էլ կհանդիպենք։ Բարի ախորժակ։ Շնորհակալ եմ։ Ինչի հալալ։ Ինչի գնացիր այդ քայլին արա։ Քիչ լավություն եմ քեզ արել այ կապիկ։ Չէի մտածում, որ մի օր իմ դեմ դուրս կգաս։ Ինձ թվում էր ով, բայց դու ինձ երբեք չէիր դավաճանի։ Փաստորեն հենց քո հարցում էլ սխալվել եմ։
Լավ, հասկացանք, երիքա տանքաս։ Ես դիր որ չուրի։ Զանգետ աղջկան։ Զանգեց է չպատասխանեց։ Էլի զանգի։ Այդքան քեզ ասացի, վստահելի մարդու հետ գործ բռնի։ Դե ինչ իմանայի։ Դրանք սաղել փողի համար ծախվող մարդիկ են։ Ով շատ տվեց նրա կողմն էլ կկանգնեն։ Այդքանը պետք է սկզբից իմանայիր, որ եթե քեզ ծախվել է, ուրիշին էլ կծախվի։ Իմ աշխարհն ասա, որ քեզ բան վստահեցի։ Ձեզմիկո։ Ասենք կարող է բռնենք Հենրին ամեն ինչ պատմենք, բրցնենք այս հարցից։ Գժվել ես։ Բա ինչ պիտի անենք։ Ինչ պիտի անենք։ Ժամանակավոր պիտի Հենրիի տեսադաշտից կորես, ինչով հասկանամ ինչ ենք անում։ Ոնց կորեմ։ Կորելու պես։ Վեր կաց։ Ուր։ Նա հետ գալու բնավորություն ունի։ Հիմա հաստատ սպասում եմ ես գնամ, որ հետ գա իր գործը շարունակի։ Եթե ուզում ես։ Չէ, գոհեմ։ Դե որ գոհես վեր կաց։ Հեսա կազմակերպենք մի հատ աչքից հեռու։ Միտեղ գնամ մնամ մինչև այս վայրենին հանգստանա։ Գնա այդ քիթ մռութդ լվա գնացինք։ Արա ես լրիվ էշ եմ։ Որոնց նորմալ պատասխան լսելու թողեցի դուրս եկա։ Ոչինչ։ Դու ինձ հատ առ հատ պատասխան ես տալու հալալ տղա։ Որտեղից էր իմացել, որ իրար հետ ենք։ Սա Հայաստանի հրաշաներն են։ Միտեղից կիմանար են։ Լավ բան չեղավ։ Իշխան վախենում ես։ Չէ, չեմ վախենում։ Ուղղակի պետք չէր, որ իմանար։ Դե վաղ թե ուշ կիմանար, ինչ ես թոքերդ գցել։ Հանգիստ է։ Հանգիստ եմ։ Ինքը գիտի առաջվանն է, որ թուրը աչուձախ կկտրի։ Բայց էլ չգիտի, որ կարող է մի օր այդ թուրը ջարդեմ գլխին։ Ես ավելի շատ մտածում եմ կարող է շեֆի դուրը չգա, որ իմանա Հենդոն գիտի մեր մասին։ Ես այնքան իմաստություն ունեմ, որ կբացատրեմ։ Մեր շեֆը հələ ջահել է, շատ բան չի հասկանում, չի պատկերացնում։ Դրա համար էլ ես եմ իր կողքին։ Լավ կլինի։ Բացի դուրը հալալ։ Սես փախտելով ոչ մի բանի չես հասնելու, որտեղ բռնեմ գլուխը ջարդելու եմ։ Ալո։ Պապ, այդ անասունը հետ է, տա։ Չէ։ Բա ուր է։ Ինչ իմանամ, ես տանը թողել դուս եմ եկել։ Թաքնվելով երկար չի պլստալու իմ ձեռից։ Մեկը գտնելու եմ։ Լավ, հələ տակ գլխով տենց բաներ մի խոսա։ Արի օֆիս հասկանամ խես ակրորացա, ինչ ա եղել։ Արա լավը ասա, խեղդելու էիր։ Լավ էլ անելու էի։ Էդ էլ է քիչ դրան։ Գլխի սարքել է այդ թուլեն, չես հասկանում։ Բա իսկական հալալ է, բա ինչ ես ուզում։ Լավ, գնում եմ օֆիս, արի։ Բա, կարապետ։ Թռնում ես էլի, բայց ուր պետք է թռնես։ Ոչինչ, բռնելու եմ վանդակի մեջ այնքան պահեմ հասկանաս, որ ինձնից փախտել չի լինի հալալ։ Մտեք։ Կարելի է։ Լավ ես արել, որ եկել ես, նստի։ Անգելինա, ես ուզում եմ, որ քո ու Հենրի հարաբերությունները չազդեն վերապատրաստմանդ վրա։
ու դու կարևոր ծրագրերից հետ մնաս։ Հասկանում եմ։ Ես իհարկե չեմ ուզում շատ խառնվել, բայց խորհուրդ եմ տալիս կտրուկ քայլեր անելուց առաջ մի լավ մտածես։ Աննա Բագրատովնա, ախր ակնհայտ երևում է, որ այդ աղջիկը ստում է։ Չեմ ուզում շատ մանրուքների մեջ խորանալ, բայց իմացի, սիրո մեջ ամենակարևորը վստահությունն է։ Դու ստեղ ինչ ես անում։ Հենրի։ Հա, մամ։ Դեռերս ունի գալիս նստում ա մոտդ։ Կամ այդքանից հետո դու ինչ ես ընդունել։ Այս ամեն ինչը չափից շատ է քո համար, անշնորհակալ ու չգնահատող մարդու համար։ Գնա ստեղից։ Գնա այս սենյակից։ Այս հիվանդանոցը մոռացի։ Քո համար ուրիշ վերապատրաստվելու տեղ գտի։ Ինչ ես աչքերդ չռած վրես նայում։ Չլսեցիր ինչ ասեցի։ Դուրս արի։ Հենրի, մի հատ տոնդ իջացրու ու սենյակից դուրս արի։ Ինձ չէ, մամ, բայց այրան պետք է հանես։ Ինքը ստեղ անելիք չունի։ Երևի շատ երես տվեցիր նստեց գլխներիս։ Դավայ դուրս արի։ Գնա քո համար ուրիշ հիվանդանոց գտի։ Ճանաչի։ Անգելինա, սպասի։ Մենք հիմա միասին կվերադառնանք աշխատասենյակ ու ես կստիպեմ Հենրիին, որ քեզնից ներողություն խնդրի։ Չեմ ուզում։ Ինձ իր ներողությունը պետք չի։ Ուրեմն ես եմ իր փոխարեն ներողություն խնդրում։ Ինքը իրավունք չուներ քո հետ նման ձևով խոսելու։ Ես քեզ խնդրում եմ։ Վաղը արի ու շարունակի վերապատրաստումդ, լավ։ Չի, Աննա Բագրատովնա, արդեն ես էլ չեմ ուզում։ Անգելինա, ուշքի արի, դու խելացի աղջիկ ես, չես հասկանում, որ բարկությունից է այդպես խոսում։ Ես ինքս եմ ուզում այս հիվանդանոցից հեռու մնամ։ Ու մոռանամ բոլոր այն ճանապարհները, որոնք կարող են ինձ ու Հենրիին իրար հետ խաչել։ Բագրատն իշխանը կապի մեջ։ Միքայել ջան, կապի մեջ որ նա է։ Այդ երկուսը իրար հետ մեր դեմ են գործում, տղա ջան։ Մեր հանքի 70%-ի բաժնետոմսերը դրանց մոտ է։ Բայց խելքին մոտ բան չես ասում։ Տղա ջան, կա այն ինչ որ ասում եմ։ Ու ինձ հետաքրքիր է, ով է այդ երկուսի հետևում կանգնած։ Փաստացի ինչ որ մեկը կանգնած է։ Դրանք այդքան չկան, ոչ այդքան ուժ ունեն, ոչ էլ թափ։ Թե նրանց երկուսի հետևով է կանգնած։ Այդ հələ կպարզեմ ես։ Բագրատն ամեն ինչ անում է, որ վրով անցնենք, ողնաշարնել փշվենք։ Տղա ջան, դու ժամանակին պետք է այդ ամեն ինչը անեիր, որ այդ ճիճուն մեր ոտքերի տակ չհայտնվեր։ Ու չպետք է թերագնահատեիր աներոջդ։ Ոչ մեկի ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ գերագնահատել։ Մենք մեզ գերագնահատեցինք, իսկ Հենրին թերագնահատեցինք։ Ճասկացա Հենրին ինչ կապ ունի։ Հենրին գտել այդ աղջկան, որ Կարոյի միջոցով մեր ծրագրերը իրականացնեինք։
ու ամեն ինչ պարզել է։ Դե աղջիկն էլ պատմել է, որ փող ա վերցրել, որ հետո անկողին մտնի։ Լավ չի։ Քեզ ով է իրավունք տվել իմ ուսանողի հետ այդպես խոսել։ Իսկ ոչինչ, որ այդ աղջիկը ինձ չհավատաց։ Ես ամեն ինչ փորձեցի անեմ։ Փորձեցի ապացուցեմ իմ անմեղությունը, բայց ինքը ինձ չհավատաց, մամ։ Հենրի, քո անձնականը իմ աշխատանքի հետ մի խառնի։ Անգելինան նախ եւ առաջ իմ ուսանողն է, հետո նոր քո սիրած աղջիկը։ Մոռացի, էլ սիրած աղջիկ չկա։ Դու քեզ շատ վատ պահեցիր Անգելինայի հետ։ Ու եթե հիմա ինքը մեր հիվանդանոցից գնա, դու ստիպված ես լինելու գնալ ու խնդրել, որ վերադառնա։ Հա, բա, հետել ու պրծ։ Շատ ընկա հետևից։ Իրան թվում է, թե իրանից այն կողմ էլ աշխարհ չկա։ Կասես տեսնեմ ինչ ա եղել։ Ինչ ա արել, որ սենց էլի գազան ես դարել։ Ասեմ, մամ ջան, ինչ ա արել։ Չի հավատացել ինձ։ Սուտասան ա հանել։ Դրանից այն կողմ էլ ինչ կարար աներ։ Մի րոպե, ինքը ինձ ասեց, որ այդ աղջկան գտել ես ու տարել ես իրա մոտ, չէ։ Բա ինչ է եկել կյանքը պատմում։ Ինչ է անձնականը խառնում աշխատանքին։ Վերջ տուր, հա։ Ես հիմա ուզում եմ քեզնից ճշմարտությունը իմանալ։ Մամ ջան, ես զգում էի, որ ստեղ մի բան է ինչի։ Որ ես չէի կարա զանգեի կանչեի այդ աղջկան ու ինչ պարզվեց։ Ես ճիշտ էի զգում։ Հալալն է գլխիս սարքել։ Փողը տվել է դրան, բերել պարկացրել է կողքս։ Բայց ինչի է տենց բան արել։ Ընկերը չի։ Ես շատ գիտեմ, մամ։ Այդ հարցը ինձ էլ է տանջում։ Քիթմռութը ջարդում էի, որ ասեր, բայց պապան ինչպես միշտ հայտնվեց ու ձեռքիցս առավ։ Հիմա էլ փախած է, բայց ոչինչ։ Ես դրան գտնելու եմ ու այս մութ պատմությունը պարզեմ ինչ ա եղել։ Դու հիմա ինչ-որ շատ անհասկանալի պատմություն ես պատմում։ Դու էլ ինձ չես հավատում։ Հավատում եմ։ Իհարկե ես քեզ հավատում եմ։ Իսկ այդ Անգելինան ինձ չհավատաց։ Ու դրա ոտը ես էլ ստեղ չտենամ։ Հենրի, անկախ ձեր հարաբերություններից ես ուզում եմ, որ ինքը աշխատի ինձ մոտ։ Ու ամեն ինչ անելու եմ, որ ինքը մնա այս հիվանդանոցում։ Իհարկե նոր հայտարարեց, որ չի գա, բայց ես այս հարցը սենց չեմ թողնի։ Ես ուզում եմ գնամ տուն, մամ։ Գալիս ես իմ հետ։ Որ 2 րոպե սպասես կգամ։ Կամ հասկանամ ինչ ես ին վրա մունատ գալիս։ Այս պատմության մեջի զոհը ես եմ։ Տղես, դու Անգելինայի հետ շատ կոպիտ խոսեցիր։ Թող շնորհակալ լինի, մամ։ Կարայի ավելի վատ խոսայի։ Չեմ ուզում հավատամ, որ քո իրական դեմքը սա է։ Անմարդկային ու անսիրտ։ Չեմ ուզում մտածեմ, որ այսքան ժամանակ խաբված եմ եղել, որ սիրել եմ մեկին, ով իրականում գոյություն չի էլ ունեցել, ով իմ կողմից հորինված ինչ-որ կերպար է եղել։ Ինչի մտքով անցա, որ ես այդ լակոտ այդ կարո այդ գործ բռնեցի։ Ով գիտի ում գտե, որ ամփողն է վերցրել, համել բերանը բացել է։ Միքայել մնում է մեր բահով բերանը չբացի։ Մեր մասին բան չգիտի, եթե բերան բացություն արեց, պետք է կարոն անի։ Ուրեմն դրա հետ պետք է խոսվի, դրան ասվի, եթե հանկարծ մեր մասին ակնարկարեց, պետք է կորածը լրիվ։ Ասել եմ, բայց չեմ կարծում կարոնա բերանը փակվայի։ Չգիտեմ ինչ, բայց Հենրին որ իմացավ, մեզ չի ների։ Մազով հասա, թե չէ Հենրին կսատկացներ իր հալալին։ Լսի տղա ջան, այդ կարոյնը նենց է պետք պահել, որ Հենրին ոչ մի ձև դուրս չգա դրա վրա։
Հա, բայց ինչքան պահենք։ Միջև մի աղջիկ գտնենք, բսակենք, որ այդ բազմաղբյուրի ճանապարհը մոռանա։ Կրակն ենք ընկել էլի դրա ձեռքը։ Արա ումա պետք սոված մարդ արա։ Ուղեղը ոչ մի ուղղությամբ չի աշխատում։ Որի շախուսները բոլորն են խափելու վրա նստած։ Ուրա, խոստացա, որ սառներանը լցնել կտա։ Միջև մա ձենձուն չկա։ Չնայած իրան շատ հետաքրքիր է, ես այդտեղ սովից կմեռնեմ, թե ինչ կանեմ։ Կարող է որոշել են ինձ սովամահանեն, ուզում են դանդաղ սպանած լինեն էլի։ Ծանոթացիրանդ Սիմանա, իմ կյանքի վերջին տարիներին գեղեցկություն հաղորդող հրաշքը։ Սիմա, Անետ, ես շատ եմ լսել քո մասին, ոչինչ չէ, որ այսպես միանգամից անց առած ձևականությունների դուի։ Չէ, ասի, որ ձևականություններից հեռու եք, բայց ոչինչ, ես սիրում եմ անմիջական լինել։ Ես գիտեի, որ դուք միանգամից լեզու կգտնեք։ Ու երբանից է այս գեղեցկուհին գեղեցկացնում կյանքդ։ Հիմա դա կարևոր է։ Դե այնքանով է կարևոր, որ մենք պիտի տեղյակ լինեինք։ Ես այդ կարծիքին չեմ, Բագրատը հասուն տղամարդ է եւ իրավունք ունի իր կյանքում կին ունենալու եւ ոչ մեկի տեղյակ չպահի դրա մասին։ Քույրս մի փոքր խանդեց։ Սխալվում ես։ Պարզապես նյարդայնանում եմ, որ դու մեր բոլորի կյանքը պահում ես կոնտրոլի տակ։ Իսկ քո կյանքի մասին մենք որևէ բան չգիտենք։ Արդեն իմացար, Անետ ջան։ Բագրատ ինձ ունեցած կտես։ Պատրաստվում եք ամուսնանալու տեղափոխվել այստեղ։ Դեռ չենք շտապում ամուսնանալ, մենք միասին կապրենք, բայց ոչ այս տանը։ Այ ուզում եմ նոր տուն վերցնել, ավելի մոդեռն։ Այս տան վատ հիշողություններից հեռու։ Դա քո ցանկությունն է, թե Սիմայի ցանկությունն ես ուզում ի կատարած ես։ Ես սիրում եմ ազատվել հին իրերից, պետք է միշտ զգաս ժամանակի շունչը։ Իսկ այս տան մեջ մենակ հնություն եմ տեսնում, ես զարմանում եմ, ոնց կարելի է ապրել այստեղ։ Գիտես, ես այստեղ ապրել եմ մեծ սիրով, ու հիմա էլ շարունակում եմ ապրել։ Շարունակիր ապրել, այն քեզ համապատասխան է։ Կամ էլ դու ես այս տանը համապատասխան, մի խոսքով սազում եք իրար։ Չէ, գեղեցկույս, այստեղ ստոպ։ Իմ Անետը քույրս կապրի մեզ հետ մեր նոր տանը։ Իսկ ինչ-որ մեկը բան ասեց, ոչ, իհարկե կապրի, եթե դեմ չի։ Մնում էր քեզ Սարայի դատարկություն։ Անետ, դուրս արի այդ նեղված կերպարից հետ, ու մի բան մեզ հյուրասիրի, աղբորդ սիրած կինն է եկել, դու էլ թթված տան մեջ պատտվում ես։ Անետը չի հարմարվում այն մտքին, որ քո կյանքում նոր կին կա, ու պետք է իրա դերը փոքրանա։ Սրան որտեղից ես գտել։ Անետ։ Ֆայնա, համովա չէ մոչիները։ Հա, ոնց է լավն են։ Բա որ համովա ինչի չես ուտում։ Չի երևում, որ ուտում եմ։ Ոնց ես ուտում ուզում եմ հասկանալ, եթե ես արդեն 4 հատ կերել եմ, դու դեռ առաջինն ես ուտում։ Հա դե ես էլ տենց եմ ուտում։ Հիմա ինչ անեմ։ Չգիտեմ։
Բայց մի բան պետք է անես։ Ինչ ջղայնացնում եք քո այդ դանդաղաշարժությունը։ Վայ։ Որովհետև այդ քո դանդաղությունը իմ գործողությունները սահմանափակում է, ինձ էլ կաշկանդում։ Ահա։ Շատ համա։ Բարի օր։ Բարև ձեզ, բարեախոժակ։ Մերսի, բարև ձեզ։ Լավ եք։ Լավ ենք, Յաննա ջան, դու ոնց ես։ Վայ, իհարկե, ոնց կարելի է շքեղ տան մեջ լավ չլինել։ Մանավանդ վայելում եմ այս համեղագույն մոչիները։ Եկեք դուք էլ հյուրասիրվեք։ Ես կփորձեմ մի հատ։ Մերսի։ Կարող ես։ Ախորժակ չունեմ։ Պապի, այսօր Յանան մեր տանն է մնալու։ Դեմ չեք, չէ։ Իհարկե չէ, Յաննա ջան, հիմա քո ներկայությունը ֆայնային շատ անհրաժեշտ է։ Գիտեմ, դրա համար էլ եկել եմ։ Համարդ 25 տարի անեցին, պահեցինք դեմ չեղանքը, մի օր պետք է մնա այս երեխեն դեմ ելնենք։ Այս ինչ հաջողություն է։ Ընտանյութ հանդերձ հավաքվել ենք բոլորս։ Հայ Յաննա ջան, ստեղ ես։ Բարև։ Բարև ձեզ, Տիկին Աննա։ Ոնց եք, Տիկին Աննա։ Հենրի, բարև։ Չեմ երևում։ Երևում ես։ Ուղղակի հավես էլ չկա։ Հենրի։ Ոչինչ ֆայն։ Ոնց որ այսօր էլի տրամադրություն չունի։ Մենք խոսալու բան ունենք, Հենրի։ Ինձ թվում է ճիշտ կլինի ես էլ ներկա լինեմ ձեր խոսակցությանը։ Արի մենք մեծ խոսանք հասկանանք, հետո եթե պետք լինի, քեզ կներգիրավենք։ Այ ուտեղը հաստատ ճանապարհին լավ էլ խոսացել են իրար հետ։ Յան ջան, արի բարձրանանք իմ սենյակ, հա։ Ես դեմ չեմ։ Կանանք բոլորով նստենք խոսանք։ Մեծ գիտաժողով անցկացնենք։ Դարդ չան ես կանցկացնենք։ Վերջը եկել է։ Պատրաստվի անդ։ Քուրս։ Սա քեզ նման չէր։ Կարող ես իման սրտովը չի։ Չես լացում։ Ճանապարհեցիր գեղեցկու հոտ։ Ասա որ լավն է։ Քեզ արժանի մեկին ես գտել։ Մենակ էդ կասեմ։ Սրտովը չի։ Բոլորի կյանքի մանրամասներին ուզում ես տեղյակ լինել, բայց քո կյանքի մանրամասներից ոչ ոք տեղյակ չի։ Քուրս նեղվել է, ինֆորմացիայից հետ է մնացել։ Չէ, քուրդ նեղվեց, որ այդ չուչելին իրա տեղը ցույց չտվեցիր։ Չստիպեցիր հարգալից լիներ հետս։ Սխալ բաներ ես խոսում, քույրիկ ջան։ Ձեր միջև սերունդների տարբերություն կա։ Ու պարտադիր չի, որ դուք նայեք նույն ուղղությամբ։ Բայց դուք իրար հետ լեզու կգտնեք։ Եթե միայն լինես համբերատար։ Կաշխատես, ինձ չհանդիպացնես դրա հետ։ Ուզես թե չուզես, դուք հանդիպելու եք։ Դուք մի տանիքի տակ եք ապրելու։ Մոռացի, ես ես այդ ապրողը չեմ, մնում էր դրան ծառայի։ Չհասկացա, ես հիմա իմ գործը թողնեմ ձեզնով զբաղվեմ։ Հիմա արդեն հասկացաք, թե ինչ եմ դրա քիթ մրութը ծխել։ Դու լավ արել։ Ումա պետք է ծնգերը։ Շատ էլ լավ ես արել, որ քիթ մրութը ջարդել ես։ Հասցրեցի, որ ջարդեմ, պապի։ Տղետ եկավ ձեռիցս տարավ։ Ու այդ տղա իմ տղեկո հերն է։ Չապերդ մի անցի։ Ես կա ժամանակ տեսել ես, հերդ իմ հետ տենց խոսա։ Լավ էդ կարող ինչի համար պետք է տենց բան աներ։ Բա հենց էդ էլ ասում եմ, էլի պապա։ Պապին էլ նեղվում է, որ դու չգայիր ձեռիցս չառնեիր, ես ամեն ինչ կպարզեի։
Դժվար թե հասցնեիր, որովհետև որ հասա արդեն սպանում էիր։ Իսկ ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ մեռելները կարողանան խոսան։ Դու տեսել ես պապա։ Չէ։ Կյանքում չեմ տեսել։ Բայց գիտես ինչ։ Ասում եմ կարող, հա։ Այդ աղջիկը կարող է գլխին սարքում։ Այ պապի ջան, այդ աղջիկը ինչ օգուտ ուներ Կարոյի գլխին սարքեր։ Բա Կարոն ինչ օգուտ ուներ քո գլխին սարքելուց։ Չգիտեմ, պապ։ Հիմա իմ նպատակը Կարոյին գտնելն է ու ամեն ինչ պարզելը։ Եթե կարաք ինձ օգնեք, շնորհակալ կլինեմ։ Ես հեսա։ Այդ աղա ջան, ինչ ես անիմաստ բաների վրա ժամանակ ցավսում։ Անիմաստ ընկել ես մտածմունքների մեջ, ինչեր ես մտածում։ Ավելի լավ է դու քեզ դու բիզնեսի։ Շախուսների բիզնեսը առաջ տար։ Թե չէ ինչ ես ու խեղճերդ մեջներս ծրվավ։ Սևագործ բանվորիմանը փող ենք աշխատում, որ դու ձեռներդ գրպանը դրած շփշփացնելով մանգաս։ Կաշխատեմ, պապի։ Բայց Շախունցի անունը մաքրելուց հետո։ Ինչի ես զանգել։ Չեմ ասել վտանգավոր է։ Պետք լինի ես քեզ կզանգեմ։ Ձյաձ Միքո ջան, գիտեք ձեզ ոնց եմ սիրում ու հարգում, բայց ուզում եմ ապրել։ Իսկ ապրելու համար ուտել եմ ուզում։ Լավ կպատվիրեմ կբերեն, մի լացի։ Դիմանալու չի ձյաձ Միքո ջան, ես սոված մեռաստեղ, որ իմանայի սենցա լինելու կուժն ու կուլանիմ գլխինա ջարդվելու հենց ինչ էի դավաճանի։ Առանց ընկերոջս շատ տխուր եմ։ Կգնաս այդ գյուլնաստատու հեքիաթները ուրիշին կպատմես Կարո։ Հրա, չեմ հասկանում։ Սրանք հերո տղա ուրիշ հեքիաթ չեն կարդացել։ Մեկ Անգելին անտանը չի, ես ահավոր լարված եմ ու անհանգիստ եմ։ Աչքդ վախեցած է։ Թե բա վախեցած կլինի։ Ինչ անեմ, մի հատ զանգեմ։ Թող։ Բաց թող իրեն։ Այսինքն, ավակ ինչ ես ասում, ոնց բաց թողեմ։ Ախր շատ ենք ճնշում գործադրում մեր երեխու վրա։ Ավակ ոչ ես, ոչ դու, այն ծնողներից չենք, որ երեխաների վրա ճնշում գործադրենք, ուղղակի ստիպված ենք։ Ես լավ գիտակցում եմ ինչ եմ ասում։ Ինչքան որ ճնշում ենք Անգելինային, ինչքան որ բռի մեջ ենք պահում, այդքան երեխեն մեզանից հեռանում է։ Մենք տենց կկորցնենք մեր երեխուն։ Ես դրա համար էլ ասում եմ։ Բաց թող։ Ավակ։ Ես էլ պիտի բաց թողեմ։ Հասկանում եմ դժվար է, բայց մենք պիտի սովորենք։ Եթե չենք ուզում վերջնականապես կորցնենք մեր երեխուն։ Բայց դու գիտակցում ես, չէ՞, որ այդ ազատությունը ճակատագրական հետևանքներ կարող է թողել։ Վեգ, ես դա ասում եմ մտածել եմ, որ Անգելինան վերջնականապես կարողանա բաժանվել այդ Հենրիից։ Կամքի ուժ կունենա։ Հանգիստ ապրում ենք երջանիկ։ Չեմ հասկանում, որ քամեն այդ Հենրիին փչեց, բերեց մեր գյուղ։ Փորձանք էր էլի։ Ինչ ես աչքերդ չռած վրես նայում։ Չլսեցիր ինչ ասեցի։ Դուրս արի։ Հենրի, մի հատ տոնդ իջացրու ու սենյակից դուրս արի։ Ինձ չէ, մամ, բայց այրան պետք է հանես։ Ինքս տեղ անելիք չունի։ Երևի շատ երես տվեցիր նստեց գլխներիս։ Դավայ դուրս արի։ Գնա քո համար ուրիշ հիվանդանոց գտի։